Բարյարև իմ շատ սիրելի առյուծներ, այսօր մայիսի 28-ն է իմ օրացույցով Յուպիտերի օրը և տեսնում եք ոչինչ պատահական չի ինչպես միշտ, ինչու որովհետև Յուպիտերը հունիս ամսին որի կանխատեսում ես հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել, հունիսի 30-ին կմտնի ձեր նշան, մեկ տարի ինքը մնալու է ձեր նշանում և ձեզ կբերի հաջողություններ, երբեմն հնարավոր է ինչ-որ լավ նպատակների համար գումար ծախսվի և նաև գումարներ կարող եք ստանալ, նրանք ովքեր արտերկրի հետ, ես ասեմ, որ բավականին ակտիվ է, հայրենիքի կամ արտերկրի հետ է թեման բավականին, ուրեմն ձեզ մոտ խաղարկվի և իհարկե նրանք ովքեր նաև ուզում են ավելի երիտասարդ տարիքում կամ ասենք թեկուզ արտերկրում սովորել, բիզնես ունենալ կամ պարզապես բարձրագույն կրթություն ստանալ եւ այլն, այսպիսի թեմաներ կլինեն եւ իհարկե այստեղ արդեն ուրիշ նրբություններ կան, բայց ես հիմա նայում եմ ձեր քարտեզը, բայց իհարկե դա արդեն անհատական խորհրդատվության ժամանակ կլինի, որտեղ փոքրիկ նյուանսներ կան արտերկրի հետ կապված։ Դա է կարևորը եւ դուք մաքսիմալ օգտագործեք, որտեղ 12 տարին մեկ անգամ է լինում Յուպիտերը յուրաքանչյուր նշանում, այնպես որ անպայման դա նկատի ունեցեք։ Մերկուրին, Վեներան, Մարսը կփոխեն իրենց նշանը, բնականաբար արևը ուրեմն կտեղավորվի ձեր նախորդ նշանում նախորդող նշանում, ասել է թե խեց գետնի նշանում, իսկ Մերկուրին փաստորեն ոչ միայն կմտնի խեց գետնի նշան, այլ նաև այդտեղ ինքը լինելու է հետ ընթաց եւ իհարկե նորալուսին եւ լիալուսին մենք կունենանք։ Այսպիսին են իրադարձությունները, ես իհարկե ուզում եմ առանձնացնել Մերկուրիի հետ ընթացությունը, որը ձեզ համար կոնկրետ շատ կարևոր է եւ իհարկե Յուպիտերի մուտքը ձեր նշան, որը եւս ինչպես նշեցի, շատ կարևոր է։ Իդեպ ուզում եմ անպայման առանձնացնել մի փաստ, որ գիտեք, այսպեսի մի դասավորություն կա, իհարկե ամսվա վերջին է մտնում հունիսի, դուք դա ավելի շատ հուլիսից արդեն կզգաք, ինքը որովհետև հունիսը 30 օրից է ու վերջի օրը մտնում է, ճիշտ է պլյուս մինուս մի քանի օր ինքը կաշխատի, բայց բոլոր դեպքերում դուք դա կզգաք հուլիսին։ Սա ուրեմն նկատի ունեցեք, օրը ես անպայման նշեմ, որ դուք չկարծեք հենց դա հունիսի 1-ից է լինելու, հունիսի 1-ից ընդամենը Մերկուրին է մտնելու խեցգետնի նշան, ձեզ նախորդող նշանն է եւ հունիսի 29-ին ինքը նորից ամսվա վերջին ինքը կդառնա հետընթաց մինչեւ հուլիսի 24-ից այս օրերը նշում եմ, որովհետեւ դրանք կարեւոր են, օրինակ ասենք արևի մուտքը խեցգետնի նշան հունիսի 21-ին է լինելու, սրանք կարևոր բաներ են եւ հաջորդ կարևոր իրադարձությունը նորալուսինն է, բնականաբար նորալուսին, լիալուսին եւ արևը փոխում է իր նշանը, իրենք միշտ կայանում են, միշտ տեղի են ունենում այդ իրադարձությունները, բարձրացնում եք ձեր գլուխը, երկնքում տեսնում եք նորալուսինը եւ լիալուսինը, սխալ բան չեմ ասում։ Եվ իհարկե նորալուսինը տեղի կունենա 15-ին հունիսի Հայաստանի ժամանակով 6:30 րոպե 58 վայրկյան, արևը եւ լուսինը կմիավորվեն երկօրյակի նշանում 25 աստիճանում, գիտեք, դա կոնկրետ ձեզ համար այստեղ դրական էներգիան է կուտակվում եւ այստեղ հնարավոր է որ դուք գիտեք նոր միջավայր կամ ասենք եթե ձեր աշխատանքը հիմնականում հանրային մասաների հետ շփվող, ձեր կոլեկտիվի հետ ինչ որ ժամանակ միգուցե կանգ էր առել, որոշ դժվարություններ կար եւ այլն, հիմա ինքը հունի մեջ կընկնի եւ դուք բնականաբար նոր տրամադրությամբ, այդպես նոր ուժերով կսկսեք ձեր գործունեությունը, սիրելի առյուծներ, եւ ուզում եմ նշել նաեւ լիալուսինը հունիսի 30-ին արևի լուսինը կհակադրվի 9 աստիճանում եւ այն տեղի կունենա այդ եղջյուրի նշանում
Հայաստանի ժամանակով գիշերը 3:56 րոպե 29 վայրկյան։ Ահա, տեսնում եք, այստեղ աշխատանքն է, կոլեկտիվի թեման է, հանրության հետ շփում, այնպեսին ասենք ձեր աշխատանքը սպասարկման ոլորտում եք աշխատում եւ հանրության հետ այդպես ակտիվ շփվում եք։ Բնականաբար այստեղ աշխատում է նաեւ ձեր անձնական քարտեզը, միգուցե լրիվ այլ դասավորություն են ունենում ձեր քարտեզում մոլորակներից, որովհետեւ սրանք տրանզիտներն են եւ բոլոր դեպքերում այստեղ նոր միջավայր կամ ձեր ասենք հին միջավայրը, բայց նորովի արդեն վերականգնվում է եւ անպայման վերաբերվում է աշխատանքին, այսինքն այն առույցները ում մոտ եթե իրենք աշխատում են ինչ որ ժամանակ կան գերարել կամ այդպես թույլացել էր, հիմա արդեն ես կարծում եմ այն աստիճանաբար հունի մեջ կընկնի, շփումը ամեն դեպքում կմեծանա կամ պարզապես ինչ-ինչ գործերով կհայտնվեք այլ միջավայրում կամ ավելի նորովի թարմացված տարբերակով։ Այսպիսի իրադարձություններ կլինեն եւ տեսնում ենք, որ ձեզ համար արդեն պարզ կլինի ինչպիսին է լինելու ձեր աշխատանքը եւ դուք ուրեմն այստեղ արդեն պատկերացում կունենաք եւ բան նրանն է, որ հենց 30-ին արդեն նշեցի տեղի կունենա լիալուսինը եւ հենց նույն օրը Յուպիտերը կմտնի ձեր նշան, այսպես լիալուսնով իրեն, դա հնարավոր է ասենք 27, 28, 29 արդեն կամ ավելի շուտ նաև ոմանց մոտ իրենք արդեն դա կզգան, մասնավորապես եթե դա պայմանավորված է ձեր մոլորակների դասավորությամբ լավ, ոմանք կարող են մի քիչ ավելի ուշ զգան, ոմանք ավելի շուտ զգան իր ներկայությունը։ Եվ ձեզ ասեմ, որ ձեր մոլորակների դասավորությունից ուզում եմ նշել, որ գործողությունները եւ վերլուծությունները ընդհանուր ինչ պետք է անել, որովհետեւ շատերի մոտ այնպիսի իրավիճակ է, որ այդպես գործը կարծես կանգ է առել կամ կուտակվել է եւ ինչ որ փոփոխություն պիտի մտցվի գործերում ձեր պլաններում այսպիսի տրամադրություններ են եւ դուք վերանայում եք որպեսզի հասկանաք թե ինչ կարելի անել, ինչպես կարելի անել, որովհետեւ ինքը կարծես թե կուտակված վիճակ է եւ ու գիտեք ինչ, ուզում եմ անպայման նշել, որ ճիշտ կլինի, որ առույցները իրենք հիմնականում համագործակցեն, այսինքն դուք միանձնյա աշխատել կամ ինքնեդ ձեր վրա հույսը դնել, այս դեպքում ճիշտ չի, ճիշտ կլինի համագործակցելը եւ որովհետեւ գիտեք ինչպես բացատրեմ, ասենք հնարավոր է ձեզ մոտ ինչ որ խնդիրներ առաջանան, այս դեպքում դուք ում հետ որ համագործակցել եք, իր կողմից կարող է լինել օգնություն, այսինքն ձեզ մոտ կսկսվի այնպիսի մի վիճակ, որ սիրելի առյուծներ, ճիշտ է Յուպիտերը մտնում է ձեր նշան, բայց կա նաև այլ ուրեմն իրադարձություններ, կարևոր չի հիմա որ դա ես նշեմ, կան կլինեն այնպիսի իրադարձություններ, որ դուք ավելի շատ ուրեմն ձեր հույսը պիտի դնեք մի երկրորդ անձնավորության վրա։ Այս դեպքում համագործակցությունը, երբ դուք ինչ-որ մի բան կորցնում եք կամ ձեզ մոտ դժվարություններ են, այ պարտների կողմից այդ օգնությունը լինում է ձեզ համար։ Հավանաբար ասենք, եթե ինչ-որ բիզնես ունեք, կոնկրետ ինչ-որ մեկի հետ համագործակցում եք, կամ եթե պիտի սկսեք, հա, այս դեպքում ուրեմն միայնակ մի արեք, այլ ինչ-որ մեկի հետ համագործակցեք, որպեսզի հետագայում առաջիկա տարիներին դուք կկանգնեք այդ փաստի առաջ, այնպես որ դրա օգնությունը ձեզ մոտ լինելու է։ Հիմա տեսեք, կարող է ձեզանից ինչ-որ ասենք ավարտվի աշխատանքը այդ խմբի հետ կամ սպասարկման ոլորտում եք տարբեր կամ միգուցե ուրեմն փոխում եք երկիրը, այլ երկիր եք գնում կամ հայրենիք եւ այլն, ինչեւէ ինչ որ փոփոխություններ են լինում եւ անպայման կլինեն այդ փոփոխությունները եւ դուք կարծես թե զգալով վերանայում եք այդ ամենը, այնպես որ ուշադիր եղեք, ճիշտ վերլուծեք, որտեվ դա հունիս ամսին
իհարկե բոլորին ընձեռվում է կքննարկեն փոխել աշխատատեղը, աշխատանքը կամ այլ միջավայրում, այլ ուրեմն կոլեկտիվի հետ աշխատել, այսպիսի թեմաներ կլինեն կամ ասենք հնարավոր է արտերկրի հետ կապված, գիտեք, ասենք ինչ որ գումար պիտի ստանաք, բայց տվյալ անձը պիտի գնա արտերկիր, որ այնտեղից ասենք այդ գումարը ձեզ վճարի կամ դուք պիտի գնաք, որ այնտեղից ստանաք գումարը։ Ինչ որ այսպեսի հետաքրքիր յուրաքանչյուր մոտ այդպես տարբերակներ կարող են լինել, ամեն դեպքում ինչ որ սպասելիքներ կա, դուք սպասում եք, որ ինչ որ մի բան կլինի։ Տեսեք, մյուս մի կողմից դա գալիս է, բայց ուրեմն հաջողությունը գալիս է, գիտեք, ձեզ մոտ այնպեսին է, որ առաջիկա 1-2 տարին կգա այդ ամենը, բայց ինքը ոնց կգա այդպես էլ կգնա ու դուք չես եկել զգա, այսինքն ինքը նստվածք չի տա մեծ հաշվով, ձեզ հետագայում դա պետք չի լինի, ինքը նստվածք չի տա։ Ես չգիտեմ, կարողացա այդպես պարզ ասել, ուղղակի նույնց եմ նշում, այստեղ պիտի անհատական վերլուծություն լինի, որ կոնկրետ մարդը, ասենք, այս վիճակում է լինելու է, սա որ ասենք իրեն ավելի կոնկրետ ասվի, իսկ այսպես ես չեմ կարող ասել, որովհետև յուրաքանչյուր ունեք ձեր քարտեզ անձնական եւ նայած ու մոտին չքաղարկվի, ինչ դասավորությունն են մոլորակները, այ դրանով էլ պայմանավորված է, բայց մոտավորապես ես ուրեմն նշում եմ, որ դուք պատկերացում կազմեք բոլոր դեպքերում արտերկրի հետ կապված թեմաները կան, այսինքն թեկուզ նրանց հետ դուք համագործակցում եք, ասենք դա է արտերկրի հետ կապի մեջ, այսպես այդ ձևով է կապը ստացվում, կամ հենց անմիջապես դուք, կամ աշխատանք են առաջարկում, կամ դուք գնաք եւ այլն, սա կա, այսպիսի հարցեր կան, ուրեմն սիրելի առյուծներ ձեզ մոտ եւ իհարկե ասացի 21-ին հունիսի արևը կմտնի խեցգետնի նշան եւ կփորձի այստեղ շատ բաներ, հարցեր ինքը կարգավորել, լուսավորել եւ նշեմ, որ այսպես Մերկուրին դառնալու հետընթաց, արդեն գիտենք, ես ամեն անգամ նշում եմ, իր հետընթաց լինելու ժամանակ մենք ուրեմն ուշադրություն ենք դարձնում փաստաթղթերին, միգուցե գիտեք հնարավոր է որոշակի գաղտնիքներ բացվեն, որոշակի հարցեր ձեզ համար պարզ լինի, եթե դուք այսպես ասած խորը ուսումնասիրեք, այն ինչ որ ձեզ համար փակա, թե ինչու է այսպես, ինչու այնպես, այդ հարցերը անպայման վերլուծեք, ինչպես նշեցի, մասնավորապես արտերկրի դուք շատ գաղտնիքներ կարող եք բացահայտել կամ շատ բաներ ձեզ համար կբացահայտվի ու կհասկանաք, այ հիմա ձեզ տիեզերքը ուզում է, որ բաներ կա, որ դուք կարծես թե չեք հասկացել կամ չեք ըմբռնել, կամ ձեզ համար փակ է մնացել, այ հիմա դուք դրա մասին պիտի իմանաք, այդպես խորը ուսումնասիրեք եւ կարող եք ինչ որ մի բան գտնել, անպայման որը ձեզ կարող է օգտակար լինել, նաև նշեմ, որ ուշադիր եղեք ինչ որ իրեր չկորցնեք եւ փաստաթղթերի հետ ասացի ուշադիր եք լինում, ինչ որ բաներ չխառնվեն հարաբերություններում, այստեղ վերանայում են ընդհանրապես հարաբերությունները եւ հնարավոր է հին ընկերների հետ հանդիպումներ ունենան, ասենք երկար ժամանակ չէր ստացվել, ես կարծում եմ Մերկուրին այդ հնարավորությունը ձեզ կտա, որ դուք ուրեմն հանդիպում ունենաք, բայց ինչն է հետաքրքիր, որ ես ուզում ձեզ զգուշացնել նաև 20-ից հետո +3-4 օր ուշադիր եք լինում, որպեսզի կոնֆլիկտ չունենաք, ասենք ղեկավարության հետ կամ ձեր նպատակների հետ կապված ինչ որ սխալ քայլեր չանեք, որպեսզի չկորցնեք, որովհետև իհարկե ձեր անձնական քարտեզով էլ պայմանավորված, այստեղ մենք ունենք լարվածություն, ուշադիր եղեք եւ ընդհանրապես իրադարձությունները իրեն կարծես թե կատարվում են 20-ից հետո հիմնականում գույները թանձրանում են ուրեմն հունիսի 20-ից հետո նոր սկսում են գործողությունները կատարվել եւ նաեւ մեկ այլ լավ իրադարձություն, որ ոչ միայն Յուպիտերն է մտնում ձեր նշան, այլև Վեներան է մտնելու ձեր նշան, սիրելի առյուծներ, այնպես որ ինքը եւ ֆինանսները ձեզ բերում, այդպես կստանաք միգուցե անակնկալ անպայման գումարներ կստանաք, այստեղ նաեւ սիրո թեման է, սիրելի անձանց հետ հանդիպումներն են եւ ուզում եմ նշել նաեւ, որ Վեներան
ստիպում է ել ավելի գեղեցկանալու, ուշադրություն դարձնել արտաքինին, զգեստապահարանին եւ այլն գալիս է իր հետ եւ բերում է ահա այդ տրամադրությունները, այնպես որ սիրելի առյուծներ, գիտեք, մասնավորապես ասցենտով առյուծներ, իրենք այսպես թե այնպես իրենց արտաքինով տարբերվում են, անպայման տարբերվում են, շատ ավելի շքեղ են լինում եւ անպայման չի գեղեցիկ, այստեղ շքեղությունն է, ինքը ասենք տարբերվում է շքեղությամբ, դրանք մի քիչ տարբեր բաներ են, կարող է լինել շատ գեղեցիկ, սաբար կշարքը ցուլը իրենք են տալիս գեղեցկություն, բայց առուծն էլ տալիս է շքեղություն, պատկերացնում եք, ասենք դուք ցուլ լինեք կամ կշարք լինեք արևի նշանով ու ձեր ասցենտի նշանը լինի առյուծ, այստեղ շատ շքեղ կլինեք, ահա, այնպես որ ուշադրություն եք դարձնում ու դառնում եք ել ավելի շքեղ, ես պատկերացնում եմ, որ հունիս-հուլիս ամիսներին առյուծները մասնավորապես երբ արդեն հուլիսի 20-ից հետո 21-22 իհարկե նայած որ տարին այդ ժամանակ արևը երբ որ կմտնի ձեր նշան ել ավելի եք փայլելու ձեր Յուպիտերով Վեներայով հանդերձ սա էլ այսպես սիրելի առյուծներ այնպես որ միշտ եղեք գեղեցիկ ինչպես ասում են ֆորմայի մեջ հետևեք ձեզ որովհետև դուք պիտի միշտ լինեք շքեղ ահա ես երևի թե այսքանով ավարտեմ հունիս ամսվա հիմնական իրադարձությունները սրանք էին ուրեմն հունիսի վերջ հուլիս փորձում եք այդպես մինչև հուլիսի տեսեք 24-ն է Մերկուրին լինում հետընթաց այսքան ամբողջ հուլիս ամիսը փորձում եք ցրված չլինել, վերանայել թե հարաբերությունները, թե ձեր փաստաթղթերը, թե ձեր աշխատանքը եւ այլն եւ ճիշտ վերլուծության դեպքում կարող եք ունենալ մեծ հաջողություն ահա սա կարող եմ ասել տիեզերքը ձեզ օգնում է հնարավորություն է տալիս որպեսզի վերլուծեք այնպես որ յուրաքանչյուր քայլ ընդհանրապես մարդեն ինչ որ կատարվում է պետք է վերլուծի հասկանալ սխալները որպեսզի անխոչնդոտ կարողանա շարունակել իր ճանապարհը այնպես որ ես ձեզ մաղթում եմ կանաչ ճանապարհ իմ սիրելի առյուծներ դուք գիտեք որ ես ձեզ շատ եմ սիրում այնպես որ ակտիվ եղեք գրեք եւ կիսվեք արդյոք օգտակար եղան թեկուզ ասենք այդպես հունիսի կեսերին որքանով օգտակար եղավ ես անպայման կարդում եմ այսքանը լավ եղեք իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ